Նոյեմբերի 9-ն է, 5 տարի է անցել 44 օրյա պատերազմի հրադադարի եռակողմ փաստաթղթի ստորագրումից։ 2020 թվականին Նիկոլ Փաշինյանին դիմախոսները այդ փաստաթուղթը անվանում էին կապիտուլյացիոն։ Ձեր վերջին ասուլիսի ընթացքում դուք հայտարարեցիք, որ եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը համեմատենք այսօր եղածի հետ, այն նույնիսկ երազանքի փաստաթուղթ կարելի է անվանել, նկատի ունեիք հավանաբար այն, որ այդ փաստաթուղթը ամեն դեպքում ենթադրում էր Արցախի հարցի գոյությունը։ Օգոստոսի 8-ին արդեն Վաշինգտոնում ստորագրված այդ փաստաթղթով լրիվ փակվել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի էջը, նկատի ունեմ այն ամբողջովին կորցրել է ուժը։ Նայեք, ոչ մի ընդդիմադիր չէր ասում, որ այդ փաստաթուղթը պետք է չհարգել։ Հասկանում ենք, որ պրոբլեմային է, արձանագրում է պատերազմում պարտությունը, բայց բոլորը հասկանում էին, որ սա նաև Արցախը պահելու հնարավորություն է։ Եվ այն ժամանակ այո պետք էր կարճել այդ փաստաթղթից եւ անել ամեն ինչ, որ այդ փաստաթուղթը կյանքի կոչվի։ Հիմա ասել, թե դա ամբողջությամբ կա թե չկա, գիտեք, դուք վերցրեք 9-րդ կետը այդ փաստաթղթի, որը խոսում է անխոչնդոտ ճանապարհի մասին եւ համեմատեք այդ կետը Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի նմանատիպ կետի հետ։ Նույնն է։ Բովանդակությամբ ինքը նույնն է։ Ուղղակի այն տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, այն ժամանակ կար Լաչինի Միջանցք եւ այդ 9-րդ կետը մցված էր հենց Լաչինի Միջանցքի հետ որոշակի սիմետրիա ունենալու տեսանկյունից։ Ադրբեջանի պահանջն էր։ Եվ այն ժամանակ փոխանակ կրճել այդ կետից, ապահովել իսկապես ճանապարհի ֆունկցիոնալը, ոչ թե հանձնելով որպես Միջանցք, այն ժամանակ Միջանցքի տրամաբանություն չկար ընդհանրապես։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր այդ կետի կատարումից։ Ուղղակի հիշեք։ Հետևողականորեն հրաժարվում էր այդ կետի կատարումից։ Եվ այդ հրաժարվելը բերեց նրան, որ Լաչինի Միջանցքը փակվեց եւ ավարտվեց ամեն ինչը Արցախի կորստով։ Սա փաստեր են։ Հիմա ինչ կատարվեց, նույնատիպ, այսպես որոշումը, նույնատիպ մոտեցումը ներկայացում է որպես դարակազմիկ մի որոշում, որը կայացված է Վաշինգտոնում։ Ինչ փոխվեց այդ ընթացքում, չկա Արցախը, չկա Լաչինի Միջանցքը։ Ասիմետրիկ միջանցքային տրամաբանությունը։ Չոր մնաց, այո, չոր մնացորդում սա է։